Ողջույն սիրելիներս, ինչպե՞ս եք։ Վստահ եմ, որ լավ եք ու մի լավ քեֆ արածեք, հələ մի հատ ճիշտն ասեք, ու շատ չեք խմել։ Ես չէ, ես համարյա կարելի ասել չեմ խմել։ Մի երկու անգամ սենց շամպանսկիով չխկացրել ու խմել ենք, բայց շատ լավ ժամանակ ենք անցկացրել, երեխեքով ասել, խոսալ, ծիծաղալ, կատակներ անել, մի խոսքով, ոնց որ պետք է այդպես էլ արել ենք։ Հա, եւս մեկ անգամ շնորհավորում եմ ձեր նոր տարին, գալիք սուրբ ծնունդը սիրելիներս ու մաղթում եմ, որ այս տարում ունենանք խաղաղ երկինք, առողջություն ամենակարևորը, նպատակների իրականացում եւ իհարկե լավ լինենք, միասին լինենք, միասին սկսել ենք, միասին էլ շարունակենք, դե ինչ, ու ականջներս կարմրեց, ես հիմա ականջողները դեռ չեմ հանում, քանի որ տարին մեկ անգամ եմ կրում, ասեցի լավ այսօր էլ կրեմ, կրել տակ կրել եմ, որ ասում եմ, մեր ընկերեք խորովածը արեցին, բայց մի հարսանիքի միս էինք բերել, այնտեղ մի տոպրակ էլ ա մնացել միս, ասեցի հելեք էդ էլ արեք, թե չէ կփչանա սառնարանում, ուղարկեցի դուրս խորոված անելու, առավոտը արթնացանք, սուրճը խմեցինք, գնացինք նորից պարկեցինք, մի փոքր նորից ես քնեցի, Արմենը չքնեց, հետո հելավ սուրճ դրեց, ինձ եկավ բզեց հանեց, մի հատ էլ սուրճ խմեցինք, հա, հետո Արմենը գնաց քնեց, ես մերոնց հետ մի քիչ նստեցի, խոսեցի, Պիսիկներին մի մոմենտ դուրս հանեցինք, մեծը հելա ֆրֆրած նայեց, այն փոքրին գրկած հանեցինք, բայց դե երկուսն էլ վախենում են, դրսի սովոր չեն մի խոսքով մեր պիսիկները, տան պիսոներ են, այս մեկն էլ նայեք հլի մի հատ ուրա պարկ էլ ժողովուրդ, դրի մի հատ դուք սրան նայեք, Արմենն ասում է այն փոքր երեխեքին, որ զամբյուղների մեջ դնում են դրանդեմը գնում են, ասում է դնենք դրանդեմը ինչ-որ մեկի դուրը ծեցենք գնանք, ոզի չէ, ես իմ պիսիկին ոչ մեկի չեմ տա, մի խոսքով եկեք մի հատ վերարկոս հագնեմ, գնանք տեսնենք դրսում ինչ կա, չկա, այն արդեն տեսնում եմ ծուխը կապել ա, այնա, որ տեսնեք դուք էլ կզգաք ոնց որ մառախոհ լինի, այդպես մի խոսքով վերարկոս հագնեմ, գնանք մի քիչ շրջենք, ժողովուրդ շատ շնորհակալ եմ ձեր շնորհավորանքների համար, իրոք անկեղծ, դուք շատ լավն եք, շատ լավն եք, չեք զլանում, այս խառը, այս բաղված օրերի, դուք շնորհավորում եք, ժամանակ եք տրամադրում, այ հենց հիմա խոսում եմ, կոմենտարիա եմ տեսնում, Արմինե Դեմիրճյան, հենց նոր կոմենտարյան եկավ, նոր գծածս վիդեոյի տակ, այնպես որ ոնց ասում եմ, այնքան լավն եք դուք, որ չեք զլանում, նույնիսկ այդ խառը օրը, մեկ վարկյան, մի հատ տեղադրեմ սա այսպես, դուք ժամանակ եք գտնում և կոմենտարիա եք գրում, իմ հոլովակն եք դիտում, շատ շնորհակալ եմ, իրոք անկեղծ, մենակ ես վերարկոն եմ բերել, քանի որ մեքենայի մեջ էլ տեղ չկար, ավել շոր չենք բերել, ինձ թվում էր, որ բավականին տեղ կմնա, բայց տեղ չմնաց, հենենք մի քիչ շրջենք, տեսնենք ինչ կա դրսում, արևը գնաց միջև, ես ասեցի, որոշեցի վլոգ սկսեմ, բայց ամեն դեպքում կարող ենք, ինչու ոչ, մի պահ դուրս գալ և վայելել, ուզում ասել մաքուր օդը, բայց Այդ չել մաքուրոտ չի, արդեն ծուխը կապել են, մամայի տղան կանգնած է, Այսպես սիրելիներս, այնտեղ վերևում եկեղեցի կա, զանգերը հաճախ հնչում են, մենք լսում ենք, կովիկները մեկ իջնում են, մեկ հելնում են, լավն են, այնտեղ են, ու իդեպ այսօր, եթե չեմ սխալվում, թռչունի անունը բազե է ոնց որ թե, բազե էր ես կողմեն կողմանում, որ ճիշտն ասեմ մի քիչ վախեցա, ասեցի, որ պիսիկները դուրս ննեին, հաստատ ուտելու էին պիսիկներին, այստեղ նորից տիտիկի տնակ է, այնքան սիրուն տիտիկներ կան, տնակի մոտ գալիս են, ուտում են, գնում են, ծուխը կապիկ արդեն, ճխուն կապիկ,
ես իմ վլոգը սկսել եմ արդեն։ Ողջույն բոլորին։ Բարև ձեզ։ Ես ինչ ծուխ է։ Ես ինչ ծուխ է կարել։ Բայց արևը մտավ ու սկսեց ցրտել։ Հա, որտեվ ուշելակ են լավ արևոտ եղանակին։ Սամ բոթաշ չես ուզում հագնել չստերով ոտերդ կսարի։ Մենք հանգստանում։ Մենք դու եկի կոտրեն մենք չեր հանգստանում չնայած չէ մեկն էլ էր հանգստանում նստել էր իր համար բուխարու կողքը Ինչ խախանդ է մարդ չկա ոչ մեկ հա իրոք տները հեռու են չէ մեկը մյուսից ահակին հեռու են մեկը մյուսից այս դե նայ ստեղ հա ոնց որ ոչ ոք չլինի նո գյուղը էնա այս կողմն է այսքանն է ես փոքրիկ գյուղ է այսքանն է գյուղը խնդրեմ հա ուզում ես Քամյանես արա լավ ես իշնեմ մեծ ներքևը շրջեմ կամ տեսնեմ ինչ կա ներքևը դե հիմա դուք այս անգամ պարտավոր եք կոմենտարիա գրեք պատմեք ոնց դիմավորեցիք ուր գնացիք ինչ արեցիք տարվա փակումը ինչպես արեցիք իրականում չգիտեմ Եվրոպայի որ քաղաքներ, որ երկրներում են այդպես անում, բայց իրականում այստեղ Ֆրանսիայում շատ-շատերը տարվա սկզբում նոտատետր են վերցնում, ճանապարհը, բայց ավտո չկա, նայեք։ Մարդ չկա։ Ահա, Ֆրանսիայի գյուղն է սա։ Հավես տեղը։ Բայց չգիտեմ, ստե ինչ որ գործարան է։ Հա, վերցնում են տետրակ կամ նոտատետր Եվ գրում են այն ինչ պետք է անեն այս տարվա ընթացքում, այսինքն ասելով նպատակներ են պահում, միգուցե ինչ որ մեկ ուզում է տուն գնի օրինակի համար կամ տեղափոխվի ինչ որ մեկ այլ երկիր կամ չգիտեմ մեքենա օրինակի համար գնի, հա, այդպես գրում են, նշում են այդ տետրակի մեջ, որ 12 ամսվա ընթացքում այդ նպատակը իրականացնեմ։ Այս ծառը շատ եմ սիրում։ Հետաքրքիր ծառ է, չէ՞։ Եկավ այդ բանի ձայնը։ Ինչ ասեցի, բազեի ձայնը։ Հա։ Եվ իհարկե նպատակները գրում են տետրակի մեջ։ Եվ փորձում են տարվա ընթացքում իրականացնել սիրելիներս։ Ու ես ունեմ այդպիսի մի նոտատետր, որը ինձ նվիրել է մեր խանութի հաճախորդուհիներից մեկը։ Հեսա մեկ վարկյան բարձրանամ վերև։ Հա։ Մի անգամ եկավ խանութ ու տետրակ էր ձեռքը, շատ գեղեցիկ, հետո որ գնամ տուն ցույց կտամ։ Կամ երևի թե մինչև այս հոլովակը տեղադրեմ, մենք արդեն տանը կլինենք, այնպես որ միգուցե այս հատվածում գցեմ։ Տեսա շատ գեղեցիկ էր ու ասեցի, ես որտեղից եք գնել ու անուն էր վրան գրած, ասեցի իմ բարեկամուհին է հատուկ պատրաստում եւ դեր մեկ գոլոշել։ Եվ ասեց ամեն անունով գրում է։ Մի խոսքով ասեցի շատ գեղեցիկ այս կողմենքով, հաջորդ օրը նա ինձ համար բերեց Եվ արդեն 2 տարի է, ես այդ տետրակը պահում եմ, մենակ գիտեք ինչա մեջը գրած իմ այս ալիքի անունը, որովհետև մի քանի անուն էր, որոշում էի ինչ անուն պետքա լինի և որոշեցի, որ պետքա լինի սիրո տանիք և գրեցի այդ տետրակի մեջ, որպեսզի հանկարծ մտքիցս չթռնի անունը, մի խոսքով ես որոշել եմ ու ձեզ եմ խորհուրդ տալիս, վերցնեք մի գեղեցիկ նոտատետր և գրեք ձեր նպատակները, սիրելիներս, և փորձենք իրականացնել մեր երազանքները, նպատակները, որոշումները 12 ամսվա ընթացքում։ Միասին ամբողջ ալիքով ես անելու եմ ու չենք ասում իհարկե ոչ ոքի, ինչ ենք որոշել, ինչ նպատակ ու երազանք ենք պահել, ուղղակի գրում ենք և փորձում ենք իրականացնել։ Ես արեցի ու փախա տուն։ Դուք չէ, ես, բայց դե կավա փակա, հա չէ բացա։ Կոֆեն խմել ենք, հլե չենք լված է, շոտ սուրտ է։ Հեսա վերարկուս հանեմ, հետ վերադարնամ։ Դե ինձ սիրիներս վերարկուս հանեցի, եկոմ ստեցի եստեղ, կայլ ասել
վերջին օրն է, որ վայելում եմ իմ սիրած բուխարին, որովհետև իրականում ես շատ եմ սիրում այսպիսի տաքուկ տներ, որտեղ որ լռություն է 4 կողմը, շատ աղմուկ չկա, քաղաքի աղմուկը բացարձակապես չեմ սիրում, մարդը շատ աղմուկով փողոցներ չեմ սիրում, այս տարածքը մտել է սիրտս ու նոր հորեղբորս տղայի հետ էի խոսում, ասում է, տեսա, որ ինչ որտեղ է գնացել, ինքն էլ է այստեղ ապրում Ֆրանսիայում, բայց Կաննում ապրում։ Ասում է, տեսա ինչ որտեղ է գնացել, թե տուն եք առել ձերն է, ասի Արման ջան, Աստված ձայնդ լսի, թող մենք էլ մի հատ սենց ունենանք դաչայա տիպի, բայց չի լինի ծիծաղում է։ Հա, ինչ ուզում ասել, որ այս բուխարին ամեն ինչ արժի նստել կողքը, մենք այս 2 օրվա մեջ ժողովուրդ, ես չգիտեմ ինչքան փայտ վարեցինք, բայց Արմենին այսօր առավոտ նստում Արմեն, եթե մենք այս տունը 1 շաբաթով վերցրած լինեինք, այս իրանց փայտի զապասը հիմա հաստատ վերջացել էր, որովհետև լույսը չբացված Արմենը ելնում է բուխարի, պատկերացրեք այն աստիճան, որ կրակը մարած չի լինում բուխարու մեջ, այսինքն ինքը ջանք չի գործադրում նույնիսկ բուխարին վարի, որովհետև մենք մինչև մեր քնել է բուխարի մեջ լավ փետը լցված է լինում, գիշերվա ընթացքում ինքը չի հասցնում այդ փայտը վարի եւ իտոգում առավոտը հելնում է նորից կպցնում է ու ամբողջ օրվա ընթացքում մեկ խավեսա դեպ կարտոֆիլ ունեմ գցեմ մեջ ուտենք այսօր ամբողջ օրվա ընթացքում բուխարին վարվում է մենք էլ քանի կարանք վայելում ենք չի չէ դրա համար ենք եկել պիտի վայելենք ինչ էի ուզում ուրիշ ձեզ ասել ժողովուրդ հա իդեպ այս տունը այդ կինը պատմեց, որը որ մեզ բանալիները տվեց, 2 տարի դատարկ է եղել ու ասում փորձել են կոտրեն ներխուժեն, իհարկե ոչ ապրելու նպատակով, ուզեցել են գողություն անեն տանից ու մտել են։ Իհարկե չգիտեմ ինչ են տարել այդ տնից, որովհետև եթե 2 տարի դատարկ է եղել, պարզ է ինձ թվում է տենց ինչ որ թանկարժեք իրեր չի եղել, քանի որ տատիկը ապրել այս տանը իմ հասկանալով տատիկը ապրել, որը որ 2 տարի արդեն ապրել է ծերանոցում, հա, ծերանոցը չէ, պատը, ծերանոցում է ապրել, ու հետո որոշել է, այդ կինը արդեն որ բանալին տվեց, իրա տղան է առել այս տունը, որոշել է, որ պետք է սենց վարձակալության տա, 2 տուն ունի այս տարածքում, իրական շատ հավես է, նույնիսկ ամրանը կարելի է գալ այստեղ, խորոված անել, մեծ դաշտը կա, գնդակ խաղալ, վատ տարածք չի, շատ հանգիստ է ու որ կողքերն շատ հարևանություն չկա, որ ուզենաս կարաս նույնիսկ երաժշտությունը հանգիստ ինձ թվում է միացնես դրսում ոչ ոքի չես անհանգստացնի։ Տան աուրան լավ է, մենք մի քանի տարի առաջ էր, երևի մի 3 տարի կամ 2 տարի առաջ գնացել էինք ամրանը, տուն էինք էլի վարձակալել բասեյնով, այդ տունը այս ոճի մեջ էր էլի, բայց ես այդ տունը չսիրեցի։ Սամ դու ես? Ինչ շախուրեք դրել։ Ինչ շախուրեք անում։ Հա։ Ես ասի փակվել ա վրա։ Այդ տունը ես չսիրեցի, որովհետև մի տեսակ վախենալի տուն ոնց որ լիներ։ Բասեյնով տան մասին եմ պատմում, որ ես այդ տունը չէի սիրում։ Դու էի վախենում, ինչ է վախենում։ Ես չէի վախենում, ես ինչ որ տարնակ զգացողություն ունեի այդ տան հետ կապված ու օրերն էի հաշվում եւ տեխնիկայի հարի։ Բայց այս տունը չէ, այս տունը հաջելի է։ Հաջելի է հանգիստ տուն է իրականում։ Որը։ Էսի, քաննա։ Հա։ Չէ։ Հա։ Ամեն էր լավ։ Այնի լավը չէ։ Նոմեր։ Նո, այնի լավը չէ։ Ես իմ տունը չէի սիրում։ Այն բասեյնը, որ վերցրել էինք, հիշում ես։ Չէի սիրում, ողինալ տուն էր մի տեսակ։ Հա։ No, primavera, po. Այդեն ժողովուրդ է ինչ, երևի թե գնամ կարտոշկան լպանամ, փաթաթեմ ֆոլկայի մեջ, բերենք գցենք արդեն այս կրակի մեջ, թե շուտ է հլան։ Շուտ է չէ հելը, հա, որ մսի հետ պատրաստ լինի, որ նստենք, ուտենք, խմենք, քեֆ անենք։ Շարունակում ենք, ամեն դեպքում այսօր էլ է, չէ, տոն, ամսի 1-ն է, բայց մի քիչ էս թուլացած վիճակը, հանգիստ է, չնայած վաղը տուն եք վերադառնում արդեն, տունիկին էլ ենք կարոտել, գնանք մեր տունիկը տենակ ոնց է իրանցքում։
Եթանք տենակ Արմենի ինչ անում, որ անթատ պալտո չհոգնեմ, խալատ ունեմ, խալատը գցեցի, հակս, բնակ տեսնակ Արմեն չուն ինչ անում, գյուղավարի հակնված աղջիկ, լավն է թազա պալտոս, բայց կմասես, չէ, եսի հակավար չմսեմ, կրակի մոտ կկայնենք չենք մրսի, պրոստը վրիցս հետո ծուխի հոտ ագալու, բայց դա ոչինչ, բախիս ես կան շատ ես կոմ վեր երեք ես կոմի վրա չէ իր դրը, ստե արև էր մի ճարաչ, դու համար իստե, դու արևի հետևից է իր ինք որսում է իր արևին, գնաս, թողեց ինձ մենակ, ող, դրա համար ես եկա տենում ես, ասի կամ կեզ մենակ չթողեմ, տենում եմ բա, բայց չգիտեմ կան իրով է կձգեմ, ծորտ ով է իրոք, Yo, տեսա՞ր։ տեսա, սկուշ էր, Վախեցա, կարար ընգնել վրես վարվեի, կարար, ես չգիտեմ վիդեոյի մեջ դուրս եկավ է դիտեչ, բայց վախենալի էր, սկզբից չասկացա հետո որ եկավ սես դեմով դնում, ընգավ, վտանգավոր է ձեր փայտերը պարոն, Էսի երկար ասենց վարվելու, հա? կան չէ, բայց խես հիմա հետ է դուրս որ Չխիր ամեր վարվի Կսար ես Ես միսը հանեմ, չէ, խալատերնիկից Պիտի պաճար բրնեցի, որ պախնեմ Ցուրտ ո Ես այդքան Ոնց են ասում, ջերուցում իմ ներսում չունեմ, ես իրականում շատ մրսկան եմ, շատ շուտ սառող եմ, այդ լույսը վարենք, իրոք շատ մրսկան եմ ես, աշխատանքի տեղն էլ, եթե պլիտա չլինի միացրած, ես հաստատ, սա սալատնա մնաց է, հաստատ չեմ մնա, չեմ աշխատի, բացի են, որ ջերուցում են միացնում խանութում, շատ թուլ, իդեր, ուй, թեցան նրա, ես մի հատ էլ պլիտան ունեմ անձնական, ու բոլորին զգուշացրել եմ, հանգած, ոչ մեկի մտքով ցանցնի, իմ պլիտային կպնի, չնայած հիմա որ ընդեղ չեմ, աստված գիտի իմ պլիտային ինչ օրն են գցի աշխատողները, չնայած գիտեն, որի հանգարց հետ գնացի չաշխատեց, կոնժները սովի կձգեմ, չէ, ես բարի եմ իրականում, չար չեմ, շատ բարի կարելի ասել շեֆ եմ, միշտ հարգանքով, շնորհքով, խնդրելով, ինչ-որ մի բան պետք է, միշտ խնդրանքով եմ դիմում, ասեցի նստեմ բուխարու մոտ խոսեմ երեխեքը եկան հավաքվան ընդեղ, Այդ համ իմ ձողը բերեմ, ստե նստենք խոսանք իրար հետ, հա, երևի թե, որովհետև նայեք ժողովուրդ, սա մեր շամպայնն է, հալը մեջ ինչքան կա, դա երեխեքը չեն խմում, մի թեթև սամոն խփեց, մի թեթև ես խփեցի, մի թեթև Արմենը ու մնաց, լավն է ստայլս, Ուր նանիքը գնում է դաս անում, եկեք դուրը խայեմ, նանիքին չխանգարենք, թանք իրա դասերն անի, մենք այստեղ նստենք, մի քիչ զրուցենք, երեք քուրիկներով, ապերիկներով ջրիկացել էին, կապիկություն էին անում, լիքը նկարվել են, իհարկե չեմ կարել ես այդ նկարները ցույց տամ, բայց բավականի շատ ծիծաղացել ենք, լավ երեկո անցկացրինք միասին, մեկ վարկյան դնեմ, խալաթս չեմ հողը, որտեղ մեկ էլ տեսար Արմենչոն, եկեք սենց անենք երեցիկա դուրսի երևում, Արմենչոյին մի մեկ այդհամ սենց ծիկանեմ, որ իրան մենակ չզգա, որտեղ սամոները փախետունց, հաս մրսկան ենք, մենակ Արմենն ա դիմացքում, հա ինչ է ասում,
Երեկ էլ Ալյոնային քուրու աղբեր գրկին Ալյոնային սենց ձեռքերի վրա պահելով նկարեցին, էլ սենց սրտիկներ էին անում, Ալյոնան մեջից դուրս էր գալի, տենց նկարում է, ես էլ իրանց ֆոտո անողն էի։ Հա, Ալյոնան եկավ նստավ գիրկս։ Փոքր երեխու պես նկարվեցինք, իրոք շատ հավես ժամանակ անցկացրեցինք, հետո դե մեր տան գիժը ես եմ ժողովուրդ, գաղտնիք բացեմ։ Մի մոմենտ մինչև սեղան գցելը, նստելը, երաժշտությունը միացրեցի, մեր հայկական երաժշտությունը, սկսեցի գժիկություն անել, պարել։ Երեխեքս ես նայում են, մաման գժվավելի, սամանս մամա էներգիատ պահի, որ ասում 12-ին չէ դաս քնես։ Ասի չեմ քնի, մի մտածի մաման պարելով էներգիա հավաքում, դու տենց մի նայ մամային, ու իրոք։ Ես պարել շատ եմ սիրում, դրա համար պարելի ինձ էներգիա է տալիս։ Ժամանակից շուտ նստեցինք սեղան իրականում ու չգիտեմ դուք ոնց եք անում, բայց կարծեմ անցած տարի էլ ենք նույնը արել, եթե չեմ սխալվում, հասկացա, որ իմաստը որն է սպասել 12-ը գա, շամպայնը տրաքացնել, նոր անցնել ճաշկերույթի ժողովուրդ։ Նախ Հայաստանում նոր տարին 3 ժամ տարբերություն ունի Ֆրանսիայի հետ, Հայաստանում Ֆրանսիա 3 ժամ տարբերություն ունի։ Այնտեղ մերոնք որ հարազատները նշում են նոր տարի, ամուսնու ծնողներն են, քույրիկները, մի խոսքով հարազատությունը դե զանգում ենք, իհարկե շնորհավորում ենք, բաժակ ենք խփում, հա։ Այդ պայն տես չենք մասնակցում։ Բայց հասկացաք, որ իմաստ չկա ժամը 12-ը գա, նոր սեղանը գցես նստես։ Հանել եմ լվացանի մեջ եմ, դե շշերը ես չգիտեմ ուրա։ Սամ, արի որ պապային օգնես, Սամ ջան։ Արի։ Հա, սեղանը շուտ դրեցինք, նստեցինք։ Հա, չէ, դուրսն է պապա։ Շշերն է մանգալի, բայց ես չգիտեմ շշերը ուր եք դրել։ Ինքը շշեն չեմ կպել։ Ես չեմ կպել, դուք եք խորոված այրակարը։ Ժամը տենց 11-ից կեսի կողմերն էր, նստեցինք, սկսեցինք ուտել, խմել, խոսել, ծիծաղել, մի խոսքով, ժամանակ անցկացրեցինք 12-ին էլ շամպայնը բացեցինք, իրար նորից շնորհավորեցինք ու արդեն ընդեղ ոնց ասեցի, կապիկություն, ջերիկություն, երեխեքը հավեսին ժամանակ անցկացրեցին, հետո մենք ընտանեկան գրուպա ունենք WhatsApp-ում, Հովհաննիսյանների գրուպան է, հա, Այսանը։ Հա, եղավ, գտակ, հա, շշերը, դե լավ, դե Էլենչոյին էլ էինք ավելացրել, նկարներ ուղարկեցինք Էլենչոյին, ասում առանց ինձի կեֆ եք անում, ասում բա ինչ անենք, դու թողիր մեզ գնացիր, մենք առանց քեզ ենք տխուր, դու առանց մեզ ես տխուր, բայց դե ոչինչ, Սամուն ուզեց շշի վրա կպի կարտոշկեն, երեխեքի համար ուրեմն տենց կանենք, որտեղ դուբանի բուխարի մեջին այդքան չեն սիրում, ճիշտ ասած, այսինքն չեն է փորձել, Սամոնի փոքր փորձեց ու վերջ, դրա համար ասեցի լավ, ձեր համար շշի վրա կխփեք, 4 հատիկետ ու ջուրիկ պարեցի իմ ու Արմենի համար, ման կանենք, Գցենք բուխարի մեջ, կարտոֆիլն էլ արանքից կահանենք, որ հետներներս հետ չտանենք, որովհետև բավականին շատ բան էինք բերել, ժողովուրդը ու մեքենաները տեղ չկար։ Պետք է մի հատ լավ լվասի ձեռը, որտեղ Հա, դիրք։ կանեչի լվա։ Հա, դիրք։ Դիտեղ։ Ես կարտոշկան կտրատեմ։ Ուզում ես մենակ կլեջ արել։ Չէ, ուզում եմ բանի վրա հագցի։ Հա, տենց անեմ։ Հա։ Կարտոֆիլը կտրատեմ։ Կնոր, երևի մի քիչ մեծ է, կնոր։ Հա,
Ես լենքով անեմ, ավելի արագ գնում դանակները, բանի մեջ աղացոր թերևացվում։ Լավ չի, լավ ստիպած սրանով, հա, չնայած մեկը ոնց է լավն է սրանով անեմ։ Մեր դանակները կցեցի լվանը, սրանքի, կայք է մեր դանակի կցեցի։ Լավ չի։ Չգիտես, մեր Հայաստանի երկու ջուր դանակներից դե դանակները չեն հասնում։ Հաստոտ չէ, երևի մի քիչ անեմ, որ համ շնգենի։ Դե համե մի քիչ։ Համել հա։ Շիշ կա ազատ, որ հետո դու շարես։ Իրիկը կա։ Ու տեղ կա, որ մի անգամից դնես, թե չկա տեղ։ Ողա։ Ինչու՞։ Չկան հոգի։ Ես ես իրենց ուներ, մի անգամից արագ լինել, էլի։ Եկ շարենք գնանք գնայինք, je suis pas sûr։ Մի շշի վրա ինձ թվում է սաղ կշարվի, չէ, եթե սենց դրվի։ Հլի պապային հարցրու արանքները սալ դնեմ, թե չէ։ Սալ։ Հա, ինքը կարտոշքին չի կպնում։ Բայց կհալի կան գնի։ Իսին։ Սալ։ Էդի ուրիշ սալ, ահա։ Հլի հարցրու։ Վա։ Ես չգիտեմ, տարբերություն կա այդ սալերը, որ անում են ուտելու համար, ու այն սալերը։ Ասես հալելի է։ Հա, հա, այսինքն ուրիշ է, հա, տարբերություն։ Հալելի է։ Okay, okay. Հետո շիշկերի։ Հələ ուրանջում է։ Հա։ Այս ժամը աշկիս քո քնելու ժամն է սա։ Երեք էլ այս ժամերն եկավ, ինքը օրանջը ու քնեց։ Ես դու պիտի շարես։ Pourquoi? Почему? Зачем? Ինչու՞։ Բարի նամսով։ Դες լվացարան ու ջուր գոյություն ունի, մեկ էլ Ouais, ճամի։ mais faut que je retrouve manger. Ես չեմ կարող շարեմ սա։ Ինչի՞։ Այս ու շշի վրա կարտոֆ շարեմ։ Ես դեմ բան արած կա, որ հիմա։ Փորձեմ, լավ։ Եթե տեսեր ստացվեց։ Բայց ինչ կա ու թե ինչ։ Գիտես չէ, այս հերոկը ձեռքես դրի քրքրելա։ Հա, լիմոնա։ Հա, մեռաքորը, ես հերոկից ալերգիա ունեմ։ Եթե բանը, ինչ են ասել, ագրեսիվ հեղուկա, օրինակ լիմոնի ամանի հեղուկը իմ ձեռքերը քորա առաջացնում, կամ ժավելը։ Ես էլ չէի տեսել ինչի է, եկու մեջ ցայում էի, ու զգացի, որ կարմրել է ձեռքերս։ Հա։ Čo je zjavné čuras, to? Վենա սրկչ, Էնա։ ատում վրա ես։ Էսի հաստատ, թե նորմալ ասանց։ Հաստատ, կիսա։ Ստավ բիբար, պանի բիբար, սև բիբար, ուրա մեր սևի հա։ Տեղ կա, որ դնի կարտոշկան, թե չէ։ Հա։ Ասանց աղմաղ անենք։ Մի քիչ լավ աղանենք, չէ, երեք։ Հա, Կարտոշկի, հա։ չիպսի նման է։ Օ, այդ աստիճան չորացնելու է։ Չէ։ Չէ։ Օ, yes։ Ընկել կարմիր պղպիեկ։ Մեկ էլ է։ Աղարել եմ, արեցյա։ Չէ, երկրորդ տանք։ Վիլդոլիվ էլ մի քիչ բերնալ, հա։ Վիլդորիվ չեմ բերել, բայց վիլդորիվ պետք չի սա միջան գրայքի վրա Ես միշտ անում կարտոշկի վրա։ բայց դու խորվար, երբ որ գրիլ ես անում, Ոչի չոֆեր։ Սրանց դեսի սետքի վրա է, էսի շշի Սերեն վրա է մաղը, սետքի չկան վրա։ սրանից պետք ենք խարած միկրենք։ Ձրքեր մաղնա, նվացն է։ Հիմա Ես սետքի ձև չեմ բերել սա, սովորական ձև։ նորական ինչի ձեր Անե՞։ վերա որ համակողման։ Եթե ուզում ես, եթե ասում ես, Մի քիչ շատ չէ, ուղղակի մի քիչ էլիսանց բան։
Բայց ժիգոտը չէ կարանալու շշի վրա քաշեք սղալու է։ L'écoute-moi, t'inquiète pas. Ես չավախ, դու վախեցի։ Բայց ո՞նց ես շփում հատներով։ Հա։ Թե ուզում ես բան կդնես, բայց ինչ Չէ, արանքալ բան չկա։ Բայց լավ չեն սարքել շշերի դերը, շատ ցածր է։ Բայց բողում է։ Բայց չէ։ Պատրաստ ասամ, հիմա մնում տենամ ոնց ես դու շարելու։ Դες է չգիտեմ, բայց ինձ է փշա։ Մենակ զգուշա սղալու է, ձեր թանկած չմացնես։ Սենց թե։ Վաու։ Молодец. Антիրա։ Ահա։ Չի սղում աչա, որ ձեթա։ Դե կարտոշ։ Մատայլի։ Կգին տազակաչի։ Էդի մեր մսի են բաժնի աշխատողի նոման։ Կտրես։ Ինչ է սարել։ Դու ես դու։ Որը մի բան կտրում, կամ ձեռնա կտրում, կամ ոտնա կտրում։ Նավեղավ ունե, միշտ եկարի կագործան։ Հա։ Ճարտավա կարտոշկի։ Զգուշ պետք է սխմես։ Դանդաղ, նուրբ։ Խաղացնելով, որ ինքը Կեսից ճարտավա։ վայ։ Ինչ սա ասենց կարտոշկի կրատ կտրես։ Այս արանքներ թող որ շուտ կարնելի ու շուտ։ Ահոյաց, ահո։ Հերիք, սա մեկն մի շշի վրա շշի, սա մի շշի վրա մի շշի։ Սե 4 հատ պայլեմ, սետքի կցինել ես սնդերն է, մուրալ եմ հովելու։ Ուզում այն։ Ամեն օր չենք ուտում։ Դենց մրած կորտոշկը։ Մի հատ կարտոշկեն մեջտերից ճակացրեց սա։ Բոլի շարիքով։ Ասի բողոքեն պապան բան ասել, բան չասել։ Քո է ասես Ոնց։ Էքսա։ Բա մի կարտոշկան երկու հատ այդպես կողք ունի։ Ջարդիր էլի։ Դու մնա լավ, կեպիկը պոկվի կնգնի, չինգնի, բայրամ։ Ով այդ ծերերն է, հա, դժվարանում։ Կուզես։ Աշտեմ այս ծերերը։ Ասի ես գիտեմ ինչ եմ անե։ Կուզես այսինք բարակ կտրեմ։ Հա, մի թեք ու դրանք հան։ Որ չճախացնի քեզ։ Քեզ չէ կարտոշկան։ Տեսնում եմ դրանց, բարվան, սենց։ Ահա։ Դե ոնց բայա ոչ։ Չեսեն ոչ թե հակառակը։ Էկոմնել է։ Սա։ Երկու առանց էպիսկոմ սենց իզա, ինչ պիտի փոխել։ Էլմիստերը, էլմիստերը չեմ կարաս խփի, եթե կլինի, չի լինի ոչինչ։ Ո, ես ոնց է, նայ, դուրս, Մամ, եսի սավա։ Հա։ Եսի քո։ Շիշը ֆրացու։ Մատը, հենց ուղիղ վրեն։ Պրոստո ուժատ է։ Ես ուժ չունեմ։ Մի ծան շարք, մի քիչ մոտիկի ծան։ Որտեղ կնեն։ Դրանից կամր կրատը չի ուլեխանես։ Սկուշ մատր։ Ահա ժողովուրդ, մնաց ինձի 4 հատ պստիկ կարտոշկա, դա է լվանամ ու կցենք բուխարու մեջ ու դե շուտել է պի ոչինչ ես ուտեմ։ Իստեղ աղբաման մեկ վարկյան և գրել էիք, որ շատ անկեղծ եմ, շատ ոնց որ ձևական բան չունեմ ու ոնց կա տենց եմ ցույց տալի, իրականում էլ տենց է ժողովուրդ, որ անկեղծ ասեմ, սկզբի վիդեոները, որ մեր նայում եմ, ոնց որ վերլուծում եմ, նայում եմ, տեսնեմ, ոնց էր, ինչ էր, ոնց որ ըստ դրա վրա սովորեմ,
ինչ ճիշտ է, ինչը սխալ է, հա։ Ու զգում եմ ինչքան կաշկանդված եմ, ինչքան մտածում եմ, նոր եմ խոսում։ Ահա, որ ամեն ինչ լավ լինի, ամեն ինչ ճիշտ լինի։ Մամայի տղան ցեխա գրում բուխարու համար, ասում եմ այդ ցախի կոկը տալու ենք։ Հա, բայց հիմա մաքսիմալ ազատ եմ, մաքսիմալ, այսինքն ազատ ասելով ոնց կա, տենց է ցույց եմ տալի, ոնց մեր առօրյանն է, ոնց որ մենք իսկականից իսկապես ոնց ենք, տենց է ցույց եմ տալիս, ոչ մի ինչ-որ ձևականություն, կարող է մեկ-մեկ թվա, որ ինչ-որ շատ եմ ժեստեր անում, դեմքի միմիկա բան, բայց դա իմը բնականից է, նույնիսկ աշխատանքի տեղը շատ աշխատողներ ասում են դու լավ դերասանուհի կլինեիր, որովհետև քո դեմքի միմիկայով մենք ամեն ինչ հասկանում ենք, նույնիսկ եթե չխոսեմ, իրեն գիտեն, ես այդ րոպեին բարկացա, թե օրինակի համար ուրախ եմ կամ հաճել է ինձ ինչ-որ մի բան, հա, կամ ջղայնացած եմ շատ ուժեղ, մի անգամ մի տնօրեն կար, մի աշխատակցուհի կա, որը որ միշտ մի բան պիտի անի, որ լավ չստացվի մի խոսքով, տարիներ շարունակ աշխատում է, բայց ոնց որ փոքր երեխա լինի, ու դե ես էլ իմ բնավորության համաձայն չեմ սիրում, որտեղ սարով։ Ես գիտեի հետ ա գնում, հետ էր գնում, սպասում էի դուր խագի լուններ, սպասում էի ստում եմ մի անգամից ես գալի, elə չեկար, պակեցի ու եկար։ Հա, ինչ եզում ասել, բան էի ցույց տալի, կասայի ծեսկում, իրան ասում եմ, ես ինչի սխմի եմ, ինչ արա, ու անհնար է չի ստացվում, ես եմ տնօրենն են կողմնել ինքնա, սենց արդեն սենց այդ վիճակն ա մոտս, բայց ձեն չեմ հանում, որտեղ ասում եմ, չեմ սիրում ունեմ կոպիտ խոսամ կամ ինչ-որ նկատողություն անեմ, որտեղ ինձ թվում է ոչ մեկ էլ հաճելի չի դա, հատկապես աշխատանքի վայրում, սենց հայացքս սենց մի տեսակ անկախ իզնից, որ փոխվեց, տնօրենը կողքից նայեց հայացքից սենց արեց այդ աշխատակցուհուն, անունը Մարիայի ասում է, Մարիա, ինքը քեզ ասում է, հայացքով քվրտեց։ Ասում է, հայացքով ինչ-որ պետք է ասեց էլի առանց բերանը բացելու։ Հիմա ինչից էի խոսում, հա, որ դեմքս ժեստիկուլյացիան փոխվում է ինչ-որ բան, դա ձևականություն չի, դա ես իրական եմ։ Այ եթե չանեմ, կդառնամ ձևական։ Всё, այս կարտոշկան արագ լվանա։ Սա գցենք, սա մույջ արդած կարտոշկան։ Հատատեմ ֆունդայի մեջ գցենք բուխարու մեջ ու երևի թե այդքանով լավը կավարտեմ, որովհետև շատ ասելիք չունեմ։ Սովորական հանգիստ հասարակ օր ենք անցկացնում ընտանիքով, տանից հեռու։ Ծոմր չի, սոմջոն։ Սիրունայի պրավատիչի։ Հարցրել ես իրանից։ Մեր պիսկը մեջ չէ, քնում ասում հարցրել ես իրանից, որ վերցրել ես իրա կրավատ, իրա ձեռքից։ Աչքից մի ասեն զամբյուղի պետք առնենք մեր պիսիկի համար։ Հա, ինչ եզում ասել, այդ նոտայի վրա իրան հրաժեր կտանք և վաղներ կհանդիպենք այս տանը ու արդեն կվերադառնանք մեր տունիկը, մեր սիրած տունիկը, մենք մեր տունը շատ ենք սիրում իրականում ու ամեն ինչ արել ենք, ամեն ինչ ստեղծել ենք, ամեն ինչ ենք դասավորել, որ ամեն մեկիս իր սենյակն է հաճելի, դե հյուրասենյակը ինքնստինքյան բոլորիս է հաճելի, խոհանոցը ինձ կարևոր է հաճելի լինի, որովհետև ես եմ հիմնականում էփում թափում։ Այդպես, վերջ, հիմա ես սրան աղբիբար անեմ ու գնանք գցեմ բուխարու մեջ։ Ասեցի աղբիբար ու հիշեցի, որ ոչ աղ եմ անում սրան, ոչ բիբար։ Մի անգամից ես գցում եմ բուխարու, չէ, հիմա չեմ կարա գցեմ, որտեղ սամոն նորա փետը գցե, հայտը, լավ, դենց սիրելիներս։ Այսօրվա վլոգը այսքան էր, հուսով եմ հետաքրքիր էր, հուսով եմ ձանձրալի չէր, նորից ձեզ ուրախ տարի եմ մաղթում, կհանդիպենք, պաչիկ։